Այսօր կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ Վահե Մովսիսյանին, բարև ձեզ Վահե։ Բարև ձեզ։ Ուրեմն տեսեք, պետք է անդրադառնանք եւս մեկ անգամ նախորդ շաբաթվա իրադարձություններին, մասնավորապես իշխանականների հերթական ստերին։ Իշխանական ստերը բավականին շատ են։ Այսինքն այն ստերը, որոնք օգտագործում են Նիկոլ Փաշինյանը եւ իր ուսապարկերը, բավականին հեռու են ճշմարտությունից։ Օրինակ տեսեք, իրենք մի մեջբերում են անում ու պնդում են բոլոր ուսապարկերը միասին, որ Հայաստանի Հանրապետությունում չկան քաղբանտարկյալներ, բայց փաստացի մենք ունենք աննախադեպ քաղբանտարկյալների աճ այնքանով, որ 40 եւ ավել մարդիկ ազատ խոսքի իրավունքից օգտվելու պայմաններում հայտնվել են կալանավայրերում եւ այսպիսով մենք ունենք մի իրավիճակ, որտեղ 40 եւ ավել մարդ գտնվում է բանտարկության մեջ միայն նրա համար, որ սիրում է իր հայրենիքը, որ պայքարում է հանուն Հայաստանի եւ Արցախի ու պայքարում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ազատ խոսքի համար։ Պետք է նաեւ նշենք Լիդա Մանթաշյանին, ով միակ կին քաղբանտարկյալն է ու աննախադեպ է այս գործը, որովհետեւ իրեն հնարավոր էր նաև սահմանափակվել գոնե տնային կալանքով, առանձնապես հաշվի առնելով, որ ընդհանրապես մեղադրանքի մեջ նման ծանր հանցագործության մասին խոսք չկա, բայց այսպիսով ունենք այն, ինչ ունենք։ Բնականաբար չենք կարող չհիշատակել նաև Վազգենին եւ Նարեկին, ովքեր որ ընդամենը հաղորդում վարելու ու ընդդիմադիր դիրքերից ներկայանալու պայմաններում հայտնվել են էլի բանտում ու անհիմն ինչ-որ մեղադրանքներ, այսինքն օգտագործվել է ընդամենը հետույք կամ հետույքային բառը, որը որ եթե մենք անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի հետ համեմատականներ տանենք, Նիկոլ Փաշինյանը օրինակ օգտագործում է դոմփել բառը, որը որ հետույքի հետ համեմատելու չի, այսինքն մենք ունենք մի իրավիճակ, որտեղ որ ուղղակի բացառապես ինչ-որ շահ հետապնդելով արդարադատությունը բռնազավված Նիկոլ Փաշինյանը ում ուզում ազատազրկում է, երբ ոնց ուզում է իրանց հետ վերաբերվում է։ Ցավոք սրտի այդ ժողովրդավարություն ասվածը բացառապես Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի։ Ինչ վերաբերվում է մնացածի մասով, բնականաբար ունենք ընտրված համայնքապետ Մասիս խոշորացված համայնքի, ով էլի 6 ու 3 բանտարկված է ու ընդհանրապես հիմնավորում չկա, այսինքն 18 թվականի դեպքերի հետ բացառապես Համբարձումյանը ոչ մի կապ չունի, Դավիթ Համբարձումյանը եւ այսպիսով պետք է նաև նշել, որ այնտեղ նոր քաղաքապետ ընտրվեց, իրենց գործերին հաջողություն, Դավիթ Համբարձումյանն էլ ազատություն։ Պետք է նաև անդրադառնանք սրբազաններին, այսինքն այն մարդկանց, ովքեր որ ծառայում են եկեղեցուն, տարածում էին Աստծո խոսքը, որը որ բնականաբար Նիկոլ Փաշինյանին հասու չէ, ու իրենց կալանքները եւս 3 ամսով երկարաձգվեցին։ Էլ չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը, ով հերթական անգամ ինչ որ բլոգերություն էր կազմակերպել ու սաղմոսներ էր դնում, հիմա արդեն պատարակներով, հյուրախաղերով գնում է տարբեր մարզեր, այնտեղ կարգալույծ եղած հերձված ինչ որ հոգեվորականներ անցկացնում են այդ ծեսեր են կատարում եւ այլն, այսինքն եկեղեցական այն ծեսերը, որոնք որ իրավասու են կազմակերպելու միայն հոգեվորականները, կազմակերպում են Ստյոպիկի նման ինչ որ նախկին հոգեվորականներ, ովքեր որ ոչ միայն կարգալույծ են արվել, այլ զբաղվում են ուղիղ քաղաքականությամբ, այսինքն Ստյոպիկին հանգիստ կարող ենք տեսնել ազգային ժողովում, Ստյոպիկին կարող ենք տեսնել կառավարության շենքում, Ստյոպիկին կարող ենք տեսնել կոստյում շալվարով, սև ակնոցներով, ինչ որ նիստերի ժամանակ եւ այսպես շարունակ։ Եվ վերջի վերջո Նիկոլ Փաշինյանի հյուրախաղերը շարունակական տեսքով գնում են դեպի մայրաթոռ, այսինքն Էջմիածնի ընտրություններում կեղծելով ու դա վերագրելով որպես իրենց հաջողություն, որ այ տեսեք ժողովուրդը իրենց քվեն տվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ իրենց տեխնացուին, իրենք իրենց դիրքերը փորձում են այդ սկզբունքով ամրապնդել, որպիսի հետագայում վեհարանի վրա ինչ որ հարցակումը լեգիտիմացնեն ու փորձեն ներկայացնել, որ այ տեսեք ժողովուրդը մեզ մանդատ է տվել, որպիսի մենք հարցակվենք եկեղեցու, մասնավորապես կաթողիկոսի վրա։
Բայց պետք է այստեղ եւ հատկանշականը նշել, որ հոգեվորականները ունեն իրենց արարողակարգը, իրենց օրենքները, որպեսզի ավելի հասարակ լինի, բացատրեմ այս տարբերակով, այսինքն երկրում կա սահմանադրություն ու այդ սահմանադրությանը ենթարկվում են բոլորը, ներառյալ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ, այսինքն սահմանադրությունը, օրենքի կետերը ու դրույթները թույլ են տալի, որպեսզի երկրում կազմակերպվի իշխանություն ու այդ իշխանությունը կազմակերպի հետագա գործընթացները։ Նույն սկզբունքով եկեղեցին ունի իրենց ներքին օրենքները, ներքին կանոնադրությունը ու եկեղեցու ու մասնավորապես կաթողիկոսին, եթե անգամ փորձում են գանկեց անել, դա պետք է լինի օրենսդրական ու հիմնավոր ճանապարհներով։ Դրանցից մեկը հոգևոր խորհուրդն է։ Այսինքն, եթե սա վերցնենք օրինական դաշտ, մտցնենք Նիկոլ Փաշինյանի այն թեզերը, որ Վեհարանը պետք է ազատվի ներկայիս կաթողիկոսից, ով ինչ որ սկզբունքներ է խախտել եւ այսպես շարունակ, պետք է նաեւ հաշվի առնել, որ մեր եկեղեցին 1700 եւ ավել տարիներ ունի իր կանոնադրությունը, կարգ ու կանոնը եւ այսպես շարունակ, եւ առանց հոգեվորականների խորհրդի, առանց հոգեվորականների մեծամասնության հնարավոր չէ կաթողիկոսին կամ ինչ որ որևէ հոգեվորականի կարգալույծ անել կամ հեռացնել եւ այսպես շարունակ։ Ու եթե այս ամեն ինչը միացնում ենք իրար, մենք հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը լինելով անգամ երկրի վարչապետ, երկրի ղեկավար, իրավասու չէ ոչ սահմանադրությամբ, ոչ բարոյապես հեռացնելու կաթողիկոսին, ով ընտրվել է 1999 թվականից ու կառավարում է եկեղեցին մեծ հաջողությամբ, քանի որ եկեղեցին միշտ եղել է եւ պետության կողքին, եւ բանակի կողքին, եւ առանցքային դերակատարություն ու նշանակություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում, որովհետեւ յուրաքանչյուր հայ Աստծուն ընդունելով իր կյանք դառնալով քրիստոնյա, առաջինը կնքվում է հայ առաքելական Սուրբ եկեղեցում։ Յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիք, որ ի սկզբանե ստեղծվում է, այդ ամեն ինչը ամրապնդվում է հայ առաքելական Սուրբ եկեղեցում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի արածների հետևում կանգնած է այն, որ Նիկոլ Փաշինյանը չի ուզում երկրում նոր ընտանիքներ ստեղծվեն, շարունակական լինի հայ ժողովրդի այս կրոնական ամրապնդումը ու հետագա պատմությունը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը վերցում է, պղծում է պատմությունը, պղծում է մեր կրոնն ու եկեղեցին, որպեսզի ամրապնդի իր դիրքերը։ Եվ վերջի վերջո Նիկոլ Փաշինյանը այնպիսի կերպար է, որ հանուն իր իշխանության ու աթոռի ինքը պատրաստ է զոհաբերել յուրաքանչյուրին։ Դա կլինի մեր երկիրը, մեր պետությունը, դա կլինի մեր բանակն ու զինվորները, ու անգամ եթե դա կլինի մեր քրիստոնեությունը, առավել եւս իր ուսապարկերը։ Վերջի վերջո Նիկոլ Փաշինյանը չունենալով կարմիր գծեր ու հատելով բոլոր կարմիր գծերը, զուտ իր աթոռը պահելու համար իր ամբողջ թիմի հետ լծվել է այն գործին, որպեսզի հայոց պետականությունը այլևս գոյություն չունենա։ Դրանով պայմանավորված է նաև 4-րդ հանրապետության թեզերը, այսինքն եթե մենք մեր պապերի արյան գնով, մեր հայրերի պայքարի գնով կարողացել ենք ստեղծենք ու պահենք 3-րդ հանրապետությունը։ Ինչու՞մն էր խնդրեմը, որ հիմա ստեղծվում է 4-րդը։ 4-րդ հանրապետությունը իրանից ենթադրում է 3-րդ հանրապետության կորուստ։ 3-րդ հանրապետության կորուստը իրանից ենթադրում է, որ այլևս 4-րդ հանրապետության հնարավորություն անկախ պետություն մենք չենք կարողանալու, որովհետև մենք գտնվելով այն գոտում, որտեղ որ մինիմում 2 թշնամի պետություններ են մեր հարևանները, ու այն սկզբունքով, որ հենց հարևան պետությունների ղեկավարները պնդում են, որ Սևանը հայկական չի, Երևանը հայկական չի, մենք չենք կարող անգամ մի փոքր հույս ունենալ, որ մենք կապրենք խաղաղ այս պայմաններում ու մեր 4-րդ այսպես կոչված վերացական հանրապետությունը կարող է գոյություն ունենալ։ Եթե մենք սիրում ենք մեր հանրապետությունը, մեր պետությունը, ուրեմն մենք այն սիրում ենք 3-րդ հանրապետություն որպես, որովհետև եւ առաջի եւ երկրորդ եւ 3-րդ հանրապետության համար պայքարել են մեր պապերը ու այդ պայքարի արդյունքում իրենք արուն են տվել, կյանք են տվել, որպեսզի մենք այսօր կարողանանք այդ 3-րդ հանրապետությունը ատամներով պահենք։ Ու վերջի վերջո Նիկոլ Փաշինյանը չի հաջողելու, որովհետև հայի պայքարը հավերժ է, հայ ժողովրդի պայքարը հավերժ է, հայերը հավերժ քրիստոնյաներ են եւ այդպես լինելու է դարերով շարունակ։ Յուրաքանչյուր իշխանություն ինչ որ մի պահի հեռանալու է, բայց մեր պետությունը ու հայ ժողովուրդը հավերժ են լինելու։ Տեսեք, նախ գնացել էր պատվիրակություն կրկին անգամ հյուրախաղերի տեսքով, այսինքն ընդեղ էին ինչ որ
քաղաքասարակության ներկայացուցիչներ բնականաբար իշխանական, որտեղ յուրաքանչյուր իրեն հարգող ընդդիմադիր չէր կարող ներգրավել ու ինտեգրվել նման դավաճանական process-ի մեջ, ու շատ զարմանալի էր նաև իմ համար ինքս, որ երբ որ դիտում ես այդ պատվիրակության հետ վերադարձից հետո հիացմունքը այդ մարդկանց, որ այ տեսեք Ադրբեջանում պնդում են, որ խաղաղություն է, Ադրբեջանում պնդում են, որ այլևս չկա ինչ որ բանավեճի կամ պատերազմի ինչ որ տեսլական եւ տարբերակ, ես ուզում եմ իրանց հիշեցնեմ, որ այդ նույն ադրբեջանցիք սպանել են 5000 եւ ավել մեր եղբայրներին, Ռամիլ Սաֆարովը կացնը հարելա քնած մեր հայրենակցի նույն ադրբեջանցիք են, չէ՞, ու այդ ադրբեջանցիք մինչև օրս պնդում են, որ մենք ապրում ենք իրենց պատմական հայրենիքում, այսինքն Հայաստանի Հանրապետությունը մասնակազմում Ադրբեջանի կամ Թուրքիայի, ու այդ հայրենակիցները, ովքեր որ մեր հայրենակիցները ցավոք սրտի գնալով Ադրբեջան, լավ հյուրընկալություն ստանալով ու 2 կտոր ավել հաց ուտելով, եկել են ու պնդում են, որ այ տեսեք մենք նմանություններ ունենք։ Մենք նմանություններ շատ ազգերի հետ կարող ենք ունենալ, բացառապես հաշվի առնելով տարածաշրջանը, բայց դա դեռ չի նշանակում, որ մեր հարևան ու ցեղասպան պետությունն ու ազգը կարող է մեզ նման լինի։ Եթե մենք նման լինեինք իրար, մենք ցեղասպանություն կիրագործեինք։ Եթե մենք իրենց նման լինեինք, մենք տարբեր գործառույթներ ու տարբեր շրջանակներում կարող էինք նաև մեզ իրենց նման պահել։ Բայց քանի որ մենք քրիստոնյաներ ենք ու առաջինը վախենում ենք Աստծուց ու սիրում ենք մեր հայրենիքը, մենք երբեք մեզ թույլ չենք տա նման դրսևորումներ։ Իսկ ինչ վերաբերվում է այդ պատվիրակությունը ուղղակի ծառայում է Նիկոլ Փաշինյանին, իսկ Նիկոլ Փաշինյանը ծառայում է հենց Ադրբեջանի Հանրապետության նախագահին, այսինքն բացառապես այդտեղ ինչ որ ժողովրդի աչքին թոզ փչելու սկզբունքով գնացել են դավաճան հայեր ներկայացնելու, որ այ տեսեք մեզ լավ են դիմավորում, այնտեղ պնդում են, որ խաղաղություն է։ Հիմա ես պետք է նաև ու հատկանշականը նշեմ, որ տարբեր տեսանյութներ կան, որ պետք է նաև շատ տարածվի, որպեսզի հասու լինի նաև այդ քաղաքասարակության ներկայացուցիչներին, որտեղ որ նշվում է մանկապարտեզի եւ դպրոցի ադրբեջանցի երեխաներ հայկական մեր տարածքները ադրբեջանական անվանումներով, պաստառներով ներկայացնում են, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզ ու յուրաքանչյուր տարածք ադրբեջանական անվանում ունի։ Միգուցե այդ քաղաքասարակության ներկայացուցիչները օրինակ Բաքվում այդ հարցը բարձրացնեին ու ասեին այ տեսեք ձեր երեխաները մանկահասակ, որ իրավունք չունեն ոչ միայն քաղաքականությունով զբաղվելու, այլ իրենց սերմանում են թշնամանք հարևան պետության նկատմամբ, ում իրենք պնդում են, որ խաղաղությունը արդեն եկել է։ Եվ վերջի վերջո չեմ կարող չնշել, եթե մենք Բաքվում ունենք գերիներ, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը Արցախի Հանրապետության, այդ ոնց է լինում, որ քաղաքասարակությունը գնում է ու Բաքվում իրենց ներկայացնում են, որ այ տեսեք խաղաղությունը եկել է, մենք ձեր հետ կապված ինչ-որ տարածքային խնդիրներ չունենք, մենք ձեր հետ պատերազմելու խնդիրներ չունենք, բայց եթե այդ խնդիրները չունենք, խաղաղությունը եկել է, գերիները ինչ սկզբունքով են գտնվում Բաքվի բանտում ու Հեյդար Իլհամ Ալիևը Հեյդարի որդին, այսպես կոչված, պնդում է ու մատնանշում է, որ տեսեք իրենք ժամանակին ասում են, որ պետքա Բաքվում թեյ խմեն, հիմա իրանք թեյ են խմում Բաքվում, բայց արդեն Բաքվի մեկուսարանում։ Դա արդյոք խաղաղության թեզեր է։ Արդյոք դուք տեսնում եք Իլհամ Ալիևի աչքերում խաղաղություն ի նպաստ ու բավարարություն հայ ժողովրդի։ Բնականաբար ոչ, որովհետև Ադրբեջանը եւ Թուրքիան որպես պետություններ, որոնք ստեղծվել են հայկական տարածքներում, ի սկզբանե իրենց գաղափարախոսությունը եղել է նրանում, որ Հայաստանի Հանրապետություն գոյություն չունենա, ընդհանրապես հայերը չունենան պետություն եւ վերջի վերջո մեկ թանգարանային նմուշ հայ լինի, որպիսի հետագայում իրենց ցույց տան, որ այստեղ ինչ որ մի ժամանակ ապրել են հայեր։ Արդյոք այդ քաղաքասարակության ներկայացուցիչները, ովքեր որ պատվիրակվել էին Նիկոլ Փաշինյանի կողմից Բաքու, հայանպաստ գործունեություն են ծավալել, պահանջել են գերիներին ու պահանջել են արդարամիտ խաղաղություն երկկողմանի փոխզիջումների տարբերակով ու արդյոք այդ խաղաղությունը ինչ որ հիմքեր ունի, եթե մենք դեռ ունենք գերիներ, ռազմագերիներ եւ այսպես շարունակ։ Ես չեմ տեսնում խաղաղություն, ես տեսնում եմ կապիկություն, որը որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես խաղաղություն, որտեվ խաղաղությունը վաստակում են, խաղաղությունը բանակցելով ստեղծում են իրավիճակ, որտեղ որ խաղաղությունը հիմքեր է լինում ու այդ խաղաղությունը ունենում է երաշխավոր, իսկ
մեր այս ներկայիս խաղաղությունը, որ քարոզվում է, ոչ մի երաշխիք ու երաշխավորներ չկան։ Դոնալդ Տրամպը մի օր ստորագրում է ինչ որ թղթի տակ, վաղը մոռանում է, որ Հայաստանը Ալբանիան չի։ Ինչ որ մի օր էլ մոռանալու է, որ Նիկոլ Փաշինյանը գոյություն ունեցել, իրենք ինչ որ նկար են ստացել ուղակի, ու այդ նկարի սկզբունքով մի ամբողջ պետություն, հանրապետություն, անկախ ինքնիշխան պետություն տանում են կործանման մի նկարի պատմությամբ, այսինքն ինչ երաշխիքներ ունենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները երաշխավորում է ներկայիս իշխանություններին եկող խաղաղության համար։ Բնականաբար ոչ մի երաշխիքներ չկան։